Դուք արդեն որ երրորդ անգամն եք գալիս, ձեզ վերջին անգամ օրինակ ինչ են ասել ձեր խնդրի հետ կապված։ Մեզ վերջին անգամ ընտրություններից առաջ ասել են կապահովենք, բայց հիմա որոշել են, որ չնչին գումար տան ու այդ չնչին գումարը Ինչքան են առաջ 7 միլիոն 800,000 դրամ։ Որ մարդիկ տուն առնեն։ Ազիզ ջան, այդ 7 միլիոն դրամի արժողությամբ Իսկ 5 քառակուսի չկար առնենք։ Հիմա հանրակացարանի ոչ վթարային շենքերում մեկ սենյականոց 12 քառակուսի սենյակները արժեն 35-ից 40,000 դոլար։ Դա հանրակացարանի սենյակների մասին եմ խոսում։ Կվարտիրաները մեկ սենյակները 80-90,000-ից են սկսվում։ Այդ 7 միլիոնը 20,000 դրամ էլ չի, դոլար էլ չի անում։ Դրանով հնարավոր չի բացառվում։ Դուք եկել եք, որ գումարի չափը գոնե մեծացնել, ինչ պահանջ։ Մենք եկել ենք հրաժարվել գումարից, թող մեզ մեր քառակուսու չափով տուն տան։ Թող մեզ տուն տան, չենք ուզում, գումարը վերցնենք, ինչ անենք։ Վերջին անգամ որ պաշտոնյանը ձեզ ընդունել կառավարությունում, որ առաջարկել է նոր 7 միլիոն։ Վերջին անգամ մեզ ընդունել են այդ նիստերի վարչակազմի տեղակալն ընդունել, ասել են, որ լավ կլինի, այդ հարցը առաջնային է, կլուծվի։ Ու հիմա խնդրեմ, մեզ գրոշներ են առաջարկում, որով ոչ մի բան հնարավոր չի։ 7 միլիոն թե տարբերություն կա, բնական։ Ումը որ մեկ սենյակա 7 միլիոն մնացածին չգիտեմ, բայց 90 բնակարան մեկ սենյակա ու այդ 90 բնակարանը մնալու է առանց տուն, փողոցում է հայտնվելու, որովհետև այդ 7 միլիոնին հնարավոր չի։ Բացառվում է, մարդիկ սկե 200 քառակուսի հող չեն կարա առնեն, որ վրան խփեն ապրեն, բացառվում է։ Դա շատ չնչին գումար է, օրինակ 15 թվին վթարային հանրակացարաններին բոլորին կառավարությունը ապահովեց բնակարաններով։ Դա այն ժամանակ Սերժն էր կառավարում, պարոն Տարոնյանը հանձնեց բանալիները, ես ականատես եմ եղել, բոլորին բնակարանով ապահովեցին։ Հիմա մենք հասկացանք, ընտրեցինք, ուրախացանք, որ ապրելու ենք ապահով Հայաստանում, որ ավելի լավ է լինելու, բայց 90-130 բնակարան թողնելու են փողոցում, որովհետև այդ գումարով հնարավոր չի ոչ մի բան առնել, բացառվում է։